Սիրելի Աստծո ժողովուրդ, բարև բոլորիդ։ Ուրեմն այսօր ցեզ հետ կուզեմ կիսվիմ մածուն մերելու տարբերակով, որի արդյունքում կստացվի գերազանց արդյունք։ Ուրեմն նայեք, սիգեր եմ նույն կատից մերը, դուք նայեք ինչեղ ջրալի ինքը։ Տեսնիկը չէ, անք շարժվիկ խաղամ, նույն կատից եմ մերը։ Որոշակի գաղտնիքներ ես ընտասկը կփորձեի որ մերեի մածունը ու տեսնեի թե ինչ ձևով կստացվի, ինչ ձևից ես փորձել եմ նույնիսկ կարոր կուկուրուզի կրախմալով էր, այդ ձևներ եմ փորձել, սիգել է նույն կատով, ժողովուրդ ջան, նայեք։ Էլի նույն կատով եմ մերը։ Տեսնիք ինչ կամ պնդի է ստացվել։ Էս էլ տարբեր ամանների մեջ եմ մերը, նայեք։ Տեսնիք ինչ կամ պնդի մածուն է մերվել։ Ես ես տարբերակով կուզեմ ցեզի հետ կիսվիմ, մի կիսեմ մեջնեք տեսնիք ու արդեն գաղտնիքները ցեզի կսեմ, էլ որ ցույց չտամ երևի ցեզի համար պարզ կլինի, բայց եթե կուզենաք որ ներկայացնեմ մանրամասնորեն, ուղղակի մեկնությունների մեջ գրեք, ամեն դեպքում բացատրելով է, ինձ թվա որ շատ լավ կհասկանաք։ Ահա Մի կիսեմ մեջնեք, տեսեք ինչ ձևի է ստացվել, ժողովուրդ ջան, ու արդեն ներկայացնեմ, թե ինչ պատրաստեք, որ շատ լավ ստացվի ձեր մոտ։ Նայեք։ Ինչ ընտիր մածուն է ստացվել։ Ստեղ ոչ սիջուկ կա 1 գրամը մեջը, դարձնեմ նայեք։ Նայկը սմետանն էսպես պնդի չի եղնի։ Սիջուկ չկա մեջը, կդալեմ հանել եմ, էլի սպես ինքը պնդի է, տեսնիք կը։ Մի ներկայացնեմ, թե ինչ պատրաստեք, որ սպես ստացվի, լավ ժողովուրդ ջան։ Ուրեմն փառք Աստծուն նախ որ կուտա իմաստություն, խոհանոցում, որպեսզի ես կրնանամ ցեզի օգտակար եղնեմ։ Պատրաստելու համար ուրեմն կատը կտնեք, կերացնեք մոտ կես ժամ, ջրային մասան լրիվ դուրս կուկա միջից։ Կթողնիք, վրեն կծածկեք, ուրեմն ես ինչի սիգ ցույց տվեցի ցեզի, սիգ ինչի ցույց տվի։ Նույն կատով եմ մերը, նույն մածունով, սիգ ջրալի եղե, սոնք սպես քար։ Շատ լավ կստացվի, երբ որ դուք կմերեք ռեզվով բանկաների մեջ։ Ես ուղղակի փորձարկումներ երեցի ռեզվով բանկի մեջ մածունը քար կստացվի։ Երբ որ արդեն կատը լավ կերա, կթողնիք նախ երկար 6-7 ժամ թողեք, արդեն որ կտեսնիք ինքը լավ ցկծել է, նոր թրեք սառնարանը։ Սառնարանն է թողեք 2 օր։ Նորից կկրկնեմ։ Գաղտնիքները որոնք են։ Կերացնեք մոտ կես ժամ։ Կատը պիտի պնդի, ջուրը լրիվ դուրս կուկա։ Կեպեք, կլցնեք ռեզվով բանկաների մեջ, վրեն կծածկեք, թողնիք 7-8 ժամ։ Այնուհետև, երբ որ կտեսնիք ինքը արդեն լրիվ քարծել է, կտեղափոխեք սառնարան, 2 օր կթողնեք։ Ինքը կստացվի սպես գերազանց արդյունք։ Ժողովուրդ ջան, հույսով եմ որ կրնացա օգտակար եղնեի ցեզի, պատրաստեք, վայելեք։ Այս ընտիր մածունը եւս ինչի չպատրաստեք ու չուրախացնեք ձեր ընտանիքի անդամներին։ Տեսեք ժողովուրդ ջան, իսկական մածունը սպես կեղնի, որ կտրեսել ինքը չի թափի։ Սկանը սիրելիներ։ Այսօր էլ արդեն ցեզի ներկայացրեցի, Տերս որ ինձ ցույց է տվել, որ եկեղեցին տեշտամ ժողովուրդ ջան, այդ եկեղեցու անունը ԱՔ-ԵՀ, այսինքն իծունականների եկեղեցին է, որ նոր Տեր ինձ առաջնորդել է, որպեսզի ես իշտամ հաստատեմ այդ եկեղեցու մեջ, փառք Աստծուն, իրականում, որովհետև Աստված մեծ գործեր պտեն է, ընդեղ էլ իմ միջոցովս, որին մեծ ուրախությամբ պատրաստ եմ։ Առաջինը եկեղեցին կեշտան հնազանդվելու, ոչ թե հնազանդեցնելու համար, Տիրոջ կամքը կատարելու համար։ Այդ դանակն է տնեմ, ինչեղ դանակն է կկագնի վրեն, տեսակ, ինչքան ինքը ամուր ու պնդի մածուն է։
Ջա, ստեղ նայեք կիսած է, ինչքան պինդ ընդիր մածուն է։ Տեսեք, Իսկ մի ինչ խոր ցեզի խոստացել էի, ցեզի ներկայացնեմ մածունի օգտակար հատկությունները ևս։ Մածունի օգտակարությունը։ Մածունը հարուստ է այնպիսի սննդանյութերով, ինչպիսիք են կալցիումը, սպիտակուցը և B վիտամինը։ Այն կարող է գերազանց հավելում լինել հավասարակշռված դիետայի համար, հատկապես այն անհատների համար, ովքեր կարող են լակտոզայի անհանդուրժողականություն ունենալ, քանի որ խմրման գործընթացը նվազեցնում է լակտոզայի պարունակությունը։ Մարսողական առողջություն։ Մածունը օգնում է թեթևացնել մարսողական խնդիրները, ինչպիսիք են գրգռված աղիքի համախտանիշը և փորլուծությունը։ Ոսկորների առողջություն։ Մածունը դարձել է սիրված և օգտակար կաթնամթերք, որը վայելում են ամբողջ աշխարհում։ Իր հարուստ պատմությունից մինչև բազմաթիվ առողջապահական առավելություններ, մածունը լայնորեն օգտագործվում է հայկական խոհանոցում։ Անկախ նրանից դուք համ տեսում եք այն ինքնուրույն կամ օգտագործում եք տարբեր ուտեստների մեջ, մածունը վկայում է հայկական խոհանոցի հարատև գրավչության և մեր ժամանակակից սննդակարգում ժամանակի հարգված ավանդությունները ընդունելի մասը։ Մածունը հարուստ է անփոխարինելի ամինաթթուներով, սպիտակուցներով, D, B, A վիտամիններով, որոշ հանքանյութերով, մասնավորապես ֆոսֆորով, մագնեզիումով և կալցիումով։ Մածունը բարելավում է մարսողությունը, բարձրացնում իմունիտետը, այն հրաշալի դեղամիջոց է աղեստամոքսային հիվանդությունների, թունավորումների, այրվածքների, խոցերի դեմ։ Որոշ հիվանդություններից բուժվելուց հետո բժիշկները խորհուրդ են տալիս մածուն օգտագործել աղիքային միկրոֆլորա կարգավորելու համար։ Սիրելիներ, այսքանը նաև մածունի օգտակար հատկությունների հետ կապված։ Եթե այս տեսանյութով կարողացա ցեզի օգտակար եղնել, ուրեմն դրեք լայքեր, բաժանորդակրվեք, ովքեր բաժանորդակրված չեն, որովհետև շատ օգտակար խորհուրդներով պիտի կիսվիմ ցեզի հետ։ Սիրելիներ, լավ եղեք, հետևեք ձեր առողջ սննդակարգին և հոգևոր և ֆիզիկական ոլորտում։ Ու հիշեք, մարդու ամենաառաջի հիմնարար առողջությունը կախված է իր ու Աստծո մտերիմ փոխհարաբերություններից։ Եթե դուք կուզեք, որ առողջ եղնեք, առաջինը լավ փոխհարաբերություններ կառուցեք Աստծո հետ։ Մտեք կատարյալ հնազանդության մեջ ու որևէ հիվանդություն տեղ չի գտնի ձեր օրգանիզմում։ Իսկ երկրորդը, այն ինչ որ Աստված տվել է, ամեն տեսանյութի մեջ ես ցեզի կներկայացնեմ, ինք ունի շատ բժշկական նշանակություններ, որոնց հետ նաև կկիսվի իմ օգտակար խորհուրդներ YouTube-յան ալիքում։ Լավ մնացեք, առողջ եղեք ու հետևեք ձեր հոգևոր և ֆիզիկական առողջությանը ևս։ Թող Աստված առաջնորդ եղնի ամեն մեկիս կյանքի ցանկացած ոլորտի մեջ։ Ամեն։